ուզում եմ հիշեցնեմ մի իրավիճակ, երբ Իսրայելի ժողովուրդը անապատի մեջ էր։ Ու անապատի մեջ, երբ կողմնորոշիչ ոչինչ չկա, երբ առաջնորդվելու ճանապարհ չկա, երբ որ փողոց չկա, որ այդ փողոցով հստակ գնան, երբ որ ժամանակը չգիտեն, ժամացույց չկա իրանց ձեռքերին, որ իմանան, որ ժամին ինչ անեն, իրանց համար առաջնորդը Տերն էր։ Եվ այն կրակի ու ամբիսյունը, որ իրանց համար կար, այդ կրակի ու ամբիսյունը առաջնորդում էր իրանց բոլոր իրավիճակների մեջ։ Կար հանկարծ գիշերվա ժամը 3-ին այդ հանկարծ տեսնեին, որ կրակի սյունը շարժվեց ու իրանք պիտի ամեն ինչ հավաքեին ու սկսեին հետևել կրակի սյանը։ Ցերեկը կարողա ցանկացած պահին տեսնեին, որ ամբիսյունը շարժում է ու իրանք պիտի առաջնորդվեին այն կրակի եւ ամբիսյունով, որ իրանց առաջնորդում էր։ Նոր կտակարանում մեզանից ամեն մեկի համար մեր առաջնորդն է Սուրբ Հոգին, որ առաջնորդում է մեզ մեր բոլոր իրավիճակների մեջ։ Եվ ինչպես Սուրբ Հոգին առաջնորդում է անհատներին, այդ ձև էլ առաջնորդում է եկեղեցուն։ Եվ ժամանակի կոնկրետ ժամանակահատվածում Սուրբ Հոգին կարող է որոշակի համայնքի համար ինչ-որ բան նախատեսել եւ ինչ-որ կերպով ինչ-որ նպատակի առաջնորդել։ Եվ իմ վերջի պատգամի ժամանակ ես ասեցի, որ Տերը մեզ վերջի ընթացքում առաջիկա ամիսներին առաջնորդում է մի բանի, որ մենք հաստատվենք։ Անկեղծ ասեմ, եթե ինձ մնար մի քիչ ավելի հետաքրքիր բան կորոշեի, որ դրան գնանք, մի քիչ ավելի սենց պատկերավոր մի բան, որին գնայինք, բայց այն ինչ որ հոգուս մեջ առաջնորդել եմ, որ Տերը մեզ առաջնորդում է հաստատվելու, փորձում եմ այս ուղղությամբ որոշակի լուսաբանում մտցնեմ ինքս հասկանալով եւ ձեզ էլ լուսաբանելով, թե Տերը մեզ ինչի է առաջնորդում, որովհետեւ այն ինչի մասին խոսում եմ, սա Աստվածաշնչի կենտրոնական գաղափարներից է եւ նոր կտակարանի կենտրոնական գաղափարներից է, որ շատ անգամներ Պողոս առաքյալն է այս երևույթի մասին խոսում։ Եվ ուզում եմ կարդամ Եբրայեցիս 12-րդ գլուխ 25-ից 27 համարները։ Զգուշ մնացեք, որ չմերժեք նրան, որ խոսեց, որովհետև եթե չկարողացան բրծնել երկրից վրա պատգամ տվողին մերժողները, որքան ավելի ապա մենք եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց եւ հիմա խոստացել է եւ ասում է, թե մյուս անգամ եւս կշարժեմ, ոչ միայն երկիրը, բայց երկինքն էլ, բայց այն մյուս անգամը ցույց է տալիս, որ շարժվող բաները իբրև եղած պիտի փոխվին, որ հաստատ մնան չշարժվողները։ Այս հատվածի մեջ Եբրայեցիս թուղթն ասում է զգուշ մնանք, առաջի բանը, որ ինքն ասում է, զգուշացնում, ասում է, մի ժամանակ կար, որ մարդիկ մերժեցին Աստծու պատգամը տվողներին եւ սրա համար խիստ պատիժ կրեցին։ Եվ մեզ զգուշացնում, ասում է, եթե նրանք երկրի պատգամ տվողներին, Աստծու պատգամը տվողներին մերժեցին եւ խիստ պատժի արժանացան, մենք առավել եւս զգուշանանք, որովհետեւ երկնքից խոսողին կարող ենք մերժել։ Եվ շարունակության մեջ ասում է, որ նրա ձայնը մի ժամանակ շարժեց երկիրը։ Ինչի մասին է խոսում։ Այն ժամանակ, երբ որ Աստված Սինա լեռան վրա իջել էր իր փառքով եւ որոտում ու կայծակ կար։ Հրեաների մոտ այս ավանդույթը կար, այս կարծիքը կար, որ ամբողջ երկիրը շարժվել է այդ ժամանակ, այդ Աստծու խոսքից եւ Աստծու ներկայությունից։ Եվ ասում է, այս որ շարժվեց, Անգե մարգարեության 2-րդ գլխի 6-րդ համարը եւ 21-րդ համարը շարադրում է մի տեսարան, որ Աստված ասում է այս մարգարեության խոսքերի մեջ, որ այն ինչ որ ես եւս մի անգամ պիտի շարժեմ երկիրը, ոչ միայն երկիրը պիտի շարժեմ, նաեւ երկինքը պիտի շարժեմ։ Եվ այս խոստումը, որ կար, Եբրայեցիս թղթի հեղինակն ասում է, որ այս պատգամը, որ կա, որ մենք պիտի հանդիպենք մի իրավիճակի, որ պիտի շարժվի։ Մենք ասում ենք զգուշ մնանք, որ չլինի թե Աստծուն մերժենք, որովհետև այս շարժումը պիտի գա։ Եվ երբ որ շարժումը գա, այս շարժը գա։ Այս 27-րդ համարն ասում է, բայց այն մյուս անգամը ցույց է տալիս, որ շարժվող բաները իբրև եղած բաներ պիտի փոխվին, որ հաստատ մնան շարժվողները։ Այսինքն ասում է, այն ինչ որ պիտի շարժվի,
այս շարժը որ գա, շարժվող բաները պիտի շարժի տեղից, որպեսզի նրանք, որ անշարժ են, Երևան նրա անշարժ լինելը։ Մեր կյանքերի մեջ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Անկեղծ ասեմ, ինչքան նայում եմ այս երկրի վրա իրադարձություններին, որ կատարվում է, այնքան տեսնում եմ, որ չափազանց մոտա Տիրոջ գալուստը եւ կարա ցանկացած պահին լինի, բայց իմ ջանքի առումով, իմ նպատակների առումով մտածում եմ, որ ասում եմ, դե եթե Տերը ինչ որ բանի առաջնորդում է, դեռևս գուցե երկիրը կա, այսինքն երևացողին նայելով տեսնում եմ, որ չափազանց մոտ է, բայց ուրիշ տեղից նայում եմ, ասում եմ, գուցե դեռևս ժամանակ կա, բայց վերջի ժամանակը լինելով մենք շարժի ականատես ենք լինում, որովհետև այն ինչ որ կատարվում է երկրի վրա, մենք տեսնում ենք, որ սուրբը ավելի է սրբվում եւ պիղծն ավելի է պղծվում, եւ այս իրավիճակների մեջ Սատանան, երբ որ ավելի ուժգնորեն հարձակվում է սուրբերի վրա, նրանց արմատախիլ անելու, նրանց տեղից շարժելու, Տեր Հիսուսը մի խոսք էր տալիս, մի պատգամ էր տալիս Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում, եւ այս պատգամի ժամանակ ինքն ասում էր, որ անձրևներ կգան, քամիներ կփչեն, եւ այս անձրևներն ու քամիները, որ գալիս են, նրանց նպատակը փորձելն է, թե արդյոք այս տունը սարքված է ժայռի վրա, թե ավազի վրա։ Եվ այս անշարժ եւ հաստատուն մնալու համար այս հատվածն ասում է, որ փորձություններ պիտի գան եւ այս փորձությունները պիտի փորձեն, թե արդյոք մեր հիմքը հաստատ է Քրիստոսի վրա, թե հաստատ չի։ Ուզում եմ Եփեսացիս 4-րդ գլուխ 17-ից 24 համարները կարդամ։ Արդ սա եմ ասում եւ վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք, ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությունում։ Համար մի կարճ նայենք ու նոր առաջ անցնենք։ Այնպես չգնաք, ինչպես ուրիշ հեթանոսներ են գնում իրենց մտքի ունայնությունում։ Իրականում, երբ որ մարդը առաջնորդվում է, դատարկությունից է առաջնորդվում։ Դատարկությունն է նրան առաջնորդում, ունայն նպատակների հետևից, դատարկ նպատակների հետևից, դատարկ արժեքների հետևից, որովհետև երբ որ հավիտենականության կտրվածքով նայում ես, տեսնում ես, որ այն նպատակները, որ մարդը կարողանում է դնել իր առաջ, որ հասնի, ասենք, թե հեղինակության, հասնի ինչ-որ բաների, տեսնում ես, որ մի կարճ ժամանակ հետո դա իր արժեքը կորցնում է։ Եվ այս հատվածն ասում է, որ ուզում եմ ասեմ, արտասում եմ եւ վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք, ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությունով, որ խավարած են մտքով եւ օտարացած Աստծո կյանքից այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության համար։ Հաջորդ գաղափարը, որ Պողոս առաքյալն ասում է Եփեսացիներին, ասում է աշխարհիկ մարդը օտարացած է Աստծո կյանքից։ Աշխարհիկ մարդը օտարացած է Աստծո կյանքից։ Ինչ կյանք, այն կյանքը, որ Տեր Հիսուսն ասա, որ ես եկա, որ դուք ավելին ունենաք, որ կյանք ունենաք եւ ավելին ունենանք։ Այն կյանքը, որ Աստծո մեջ Աստված այդ կյանքին հաղորդ անում իրան հավատացողներին, բայց այն մարդով Աստծուն չունի, այս մարդկանց մասին ասում է Աստծո կյանքից, այն կյանքը, որ Աստծո մեջ էր, որ այն կյանքը, որ աստվածային նախասահմանությունը կա մեզանից ամեն մեկի համար, այդ կյանքից օտարացած են, որ անզգայացած իրենց անձերում մատնեցին անառակության, իրենց անձերը մատնեցին անառակության ամեն պղծության գործերի մեջ ագահությունով։ Ասում է, որ աշխարհիկ մարդը ագահությունով իր անձը մատնում է պղծության։ Կենտրոնական բառը այս հատվածի մեջ դա մատնելն է, երբ որ մարդը իրան տալիս է պղծության։ Եվ ինչպես աշխարհիկ մարդը կարա իրան պղծության մատնի, իր անձը պղծության տա, այդ ձև քրիստոնյան պետք է իր անձը ընծայի սրբության։ Բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք, հետաքրքիր բան է, Քրիստոսը սովորելու բան է, Քրիստոսից մենք ամեն օր սովորում ենք, մենք ամեն օր նրան նայելով նրա արժեքները, նրա վարքը, նրա սկզբունքները, նրա մոտեցումները, նրա նիստուկացը մենք Սուրբ գրքից սովորում ենք Քրիստոսին։ Եթե նրանից լսեցիք եւ նրան սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսում, որ ձեզանից դուրս հանեք առաջին գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականված է։
նա խոսում է հին մարդ երևույթի մասին, ասում է ձեզանից հանեք հին մարդը։ Եվ այս հատվածի մեջ ոնց որ թե մի հատ պարադոքս է գալիս։ Որն է պարադոքսը։ Եթե մենք կարդում ենք Հռոմեացիս թուղթն ասում է, չգիտեք, որ մկրտության ժամանակ դուք փաստում եք այն երևույթը, որ Քրիստոսի հետ խաչվեցիք եւ ձեր հին մարդը մահացավ։ Եվ այս հատվածի մեջ ասում է, այդ հին մարդը հանեք ձեր վրայից։ Մենք գործ ունենք խաչի գործի հետ եւ խաչի ճանապարհի հետ։ Խաչի գործը փաստում է մեզ համար, որ Քրիստոսի հետ մենք խաչված ենք աշխարհի համար, մեղքի համար, դժոխքի համար եւ խաչի գործը փաստում է, որ մենք դեռևս ճանապարհ ունենք անցնելու, որպես այս հին մարդը մեր վրայից անենք, որովհետեւ Պողոս Առաքյալն ասում է, ամեն օր Քրիստոսի հետ մեռնում եմ։ Ամեն օր մեռնում եմ։ Եթե մի անգամ մեռել եմ, ինչ կարիք ամեն օր մեռնելու, ես իրավաբանորեն եւ խաչի վրա իմ հին մարդը գամված է Տեր Հիսուսի հետ եւ Տեր Հիսուսը ադամական բնույթը խաչեց խաչափայտին, բայց ամեն օր ես կարիք ունեմ իմ կյանքի մեջ կիրառելու այն, ինչ որ Քրիստոսը գործադրեց մի անգամ խաչի վրա։ Եվ այս հատվածի մեջ ասում է, ձեր հին մարդը հանեք ձեր վրայից։ Այս որն է այս հին մարդու նկարագիրը։ Հին մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականված է։ Այս հին մարդը ապականված բնույթ է։ Եվ ինչով է ապականված, խաբեբաց ցանկություններով։ Երբ որ նայում ենք ադամական բնույթին, ադամական բնույթը մեզ ասում է, որ առաջ է բերում ցանկություններ, որոնք ըստ էության մեզ թվում է, որ այս ցանկություններին հասնենք, մեզ լավ կզգանք։ Բայց երբ որ այդ ցանկություններին հագուր ես տալիս, հանկարծ տեսնում ես, որ դու շատ ավելի ծանր ապրումներ ունես, քան որ իրականում ունեիր այն ժամանակ, երբ որ այդ ցանկություններին չէիր տրվել։ Եվ այս ցանկությունները խաբեբաց ցանկություններ են։ Այս ցանկությունները խափող, գրավող ցանկություններ են։ Դու կարաս մի հատ հանկարծ արժեք տենաս քո աշկերի առաջ, որ սատանան քո աշկերի առաջ հրապույր բերի, որ դու տրվես այս ցանկություններին, տրվես հարստանալու ցանկությանը, փառքի ցանկությանը, տրվես մարմնի այլ ցանկություններին եւ հետո տեսնում ես, որ սրանք իրանցից փուչ եւ դատարկ են։ Եվ այս ցանկությունները խաբեբաց ցանկություն են։ Եվ սրա համար Պողոս Առաքյալն ասում է, հանեք ձեր վրայից հին մարդը, որ ապականված է խաբեբաց ցանկություններով։ Եվ ձեր մտքի հոգով նորոգվեցեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Եվ ձեր մտքի հոգով նորոգվեցեք։ Ինձ համար բավականին անհասկանալի է եղնում երբեմն այս համարը, որ ասում եմ, ինչ է նշանակում իմ միտքը հոգի ունի, թե այս իմ հոգու մասին է խոսում։ Մտքի նորոգությունով նորոգվելու մասին մենք պատվեր ունենք Հռոմեացիս թղթի մեջ, որ ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի հասկանաք որն է Աստծո կամքը, որը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Եվ երբ որ դու հանկարծ տրվում ես մտքի նորոգության եւ գնում ես Աստծո միտքը հասկանալու, Աստծո հոգին գալիս է քո մտքի մեջ նորոգություն բերելու, Աստծո հոգին գալիս է քո սրտի մեջ աստվածային ազդեցությունը բերելու համար եւ Աստծո միտքը ու սիրտը լուսավորելու համար։ Եվ ասում է, մտքի հոգով նորոգվեցեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Նոր մարդը հագեք։ Մի ձևի պատմություն կա, որ մի քույրիկ գալիս է ջրի մկրտության համար հարցազրույցի եւ նա ով պիտի անցկացնի այս հարցազրույցը, որ տեսնի այս կինը արդյոք պատրաստ է ջրի մկրտության թե չէ, ասում է հին մարդը մահացել է, ասում է ես ընդամենը մի մարդ եմ ունեցել։ Այս հատվածում խոսում է նոր մարդի մասին եւ հին մարդի մասին, սա այն մարդը չի, որի մասին ասեցի, սա նոր բնույթն է Քրիստոսի պատկերի պես նորոգված։ Եվ այս նոր մարդը, որ Քրիստոսի բնույթն ունի, որ աստվածային սերմից ծնված է, որի մասին խոսում է Պետրոս Առաքյալը իր թղթի մեջ եւ ասում է, որ Աստծո սերմից ծնվեցինք մենք ճշմարտությունով եւ երբ որ
հանկարծ բացահայտում ես քո մեջ, որ Քրիստոսի բնույթն ա ծնվել քեզանում, Աստվածային նոր բնույթն ա ծնվել քեզանում, այս հանել եւ հագնել արտահայտությունը Պողոս առաքյալը, երբ որ համեմատորեն, այլաբանորեն բերում է, ուզում ասի, ձեր կյանքի մեջ հինը դեռևս գոյություն ունի եւ որոշակի գործողություններ կան, որ պահանջում են քեզանից, որ դու հինը ադամականը հանես քու կյանքից, այն ձև ոնց որ հագուստն են հանում իրենց վրայից, այս հին գործերը հանես, որպես թե մի հին հագուստ գցես մի կողմ եւ նորը հագնես, որովհետեւ հինը ապականված է, հինը կեղտոտված է, հինը պատառոտված է, հինը անվայել է քեզ, բայց նորը վայել է քեզ, նորը կոկիկ է, նորը մաքուր է, ճշմարիտ սրբությունով եւ Աստծո պատկերով եւ նորը հագնենք։ Եվ Պողոս առաքյալի քաջալերանքը սա էր, որ հինը հանենք եւ նորը հագնենք։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսենք ճշմարտությունն ամեն մարդ իր ընկերի հետ, որովհետեւ իրար անդամներ ենք։ 17-ից 24 համարները պիտի կարդայինք եւ շարունակության մեջ քաջալերում է, թե ինչ գործողություններ պիտի անեն։ Բայց երբ որ նայում ենք այս երևույթին, այս հինը հանելու եւ նորը հագնելու, առաջի հայացքից մտածում ենք, ասում ենք, դե իմ կյանքի մեջ կարծես թե ես քրիստոնեական ընթացք ունեմ։ Երկար տարիներ ես ապրում եմ հավատալով Հիսուս Քրիստոսի Տեր լինելուն եւ Փրկիչ լինելուն։ Եվ ոնց որ թե իմ այս երկար տարիների կյանքի մեջ պետքա որ ամեն ինչ իր տեղն ընկած լինի։ Բայց Տեր Հիսուս, երբ որ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում 24-րդ համարից նկարագրում էր մի իրավիճակ, ինքն ասում էր, երկու մարդ կային, որ տուն էին սարքում։ Արտամեն, ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևներն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեց, որտեւ ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց չի կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա։ Եվ անձրևն էլ եկավ եւ գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, այն տանը զարկեցին եւ նա կործանվեց եւ նրա կործանումը մեծ էր։ Տեր Հիսուսը այս ուսուցման մեջ բացատրում էր, սովորացնում էր, ասում էր, դուք եթե իմ խոսքերը լսում եք, էական չի ինչքան ժամանակ ա, որ դուք ձեր տունը սարքում եք։ Էական չի ինչքան ջանք եք դրել այս տունը սարքելու վրա։ Էական չի ինչքան հույսով եք սպասել, որ այս տունը պիտի վայելեք։ Ես խոսում եմ նաև հավիտենականության մասին, այս տունը սարքելու օրինակը բերելով։ Էական չի դու ինչքան ես ջանք դրել այս տունը սարքելու վրա։ Եթե դու ճիշտ հիմքի վրա չես դնում այս տան կառույցը, դու մի օր կապսոսաս այս տունը սարքելու համար։ Ինչի, որտեղ վերջի խոսքն ասում է, որովհետև նրա կործանումը մեծ էր։ Որն է պատճառը, որ կարա մարդու կործանումը մեծ եղնի, երբ որ հիմքը ճիշտ չի, երբ որ հիմքը ամուր չի, երբ որ հիմքը հաստատված չի։ Եվ Տեր Հիսուսն ասում էր, նա ով իմ խոսքերը լսում է եւ կատարում է, նրան կնմանեցնեմ մի մարդու, ով իր տունը սարքեց ժայռի վրա, ով հաստատեց իր տունը ժայռի վրա։ Եվ այսօր մեզ համար մարտահրավեր կա։ Մենք կամ Աստծո խոսքը հետևողական կլինենք պահելու եւ կատարելու, կամ կասենք դե ոչինչ, այս էլ իմ տկարությունն է, ու մատերի արանքով նայելով թույլ կտանք, որ մեղքերը գոյատևեն մեր կյանքի մեջ, բայց Քրիստոսը գոյակցություն չի հանդուրժում մեր սրտերի մեջ մեղքին։ Քրիստոսի եւ մեղքի գոյակցությունը չի հանդուրժում Աստծո կողմից եւ Տերը հետեւողական է, որպեսզի մեր կյանքերն առաջնորդի ամեն սրբության, ամեն մաքրության։ Եվ սրա համար Տեր Հիսուսն ասում էր, դուք կարող եք սարքել ձեր տունը, դուք կարող եք կառուցել ձեր տունը, բայց այս տան կառույցը մի օր ձեզ կարող է հիասթափացնել։ Եվ սա ինչի արդյունքում ասես Տեր Հիսուսը այս խոսքերը, որոնք են նախորդող խոսքերը, որ Տեր Հիսուսը սովորացնում էր այս օրինակը։
ուզում եմ 21-ից 23 համարները կարդամ։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Եվ սրա շարունակության մեջ ասում էր, արտամենն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Մենք պիտի իսկապես լուրջ նայենք մեր կյանքին, որովհետև մենք մեր կյանքը կարծես թե կառուցում ենք Քրիստոսի վրա, բայց երբ որ մենք նրա պատվիրանները լսում ենք, նրա խոսքը լսում ենք ու չենք կատարում, մենք մի օր դատապարտելի կգտնվենք։ Մենք մի օր ափսոսանք կունենանք ու այդ ափսոսանքը երբևէ մեր ունեցած ափսոսանքներից ամենամեծը կլինի, եթե մենք հետևողական չլինենք նրա պատվերները լսելուն եւ նրա պատվերները կատարելուն։ Նրա պատվերները կատարելը մեզանից պահանջում է անձուրացություն։ Տեր Հիսուսն ասում էր, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, մի բան կա, որ պիտի անի, իր անձուրանա եւ իր խաչը վերցնի ու գա իմ հետևից։ Մարդկային կամքը ապականված է։ Մարդկային կամքը թունավորված է։ Եվ այս փչացած, այս թունավորված կամքը հանդուրժելի չի, որովհետև մենք միշտ վատ բան ենք ուզում, մենք միշտ վատ ցանկություններ ունենք, այդ ադամական բնույթից սերված, բայց երբ որ մենք մեր անձը ուրանում ենք եւ մեր խաչը վերցնում ենք, մեր կամքը դնում ենք զոհասեղանի վրա, մեր կամքը դնում ենք Աստծո առաջ եւ ասում ենք, թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի, ինչպես որ երկնքում է, այս ժամանակ մենք խոնարհեցնում ենք մեր անձը Աստծուն եւ նրա պատվիրանները կարողանում ենք կիրառել։ Սիրելի քրիստոնյա, Տիրոջից մենք հրահանգ ունենք հետևել իրեն։ Եթե մեկը կամենում է նրան հետևել, նա պիտի իր անձուրանա եւ իր խաչը վերցնի ու հետևի Քրիստոսին։ Եվ ես հավատում եմ, որ Տիրոջ կամքը մեզ համար, ամեն մեկիս համար սա է, որպեսզի մենք մեր արմատները ուժեղացնենք Քրիստոսի վրա։ Երբ որ մի ծառ թույլ արմատներ ունի, ավազի վրա կարա հեղեղը գա, այս ծառին տանի, այս ծառը կործանվի։ Սողանքներ անգամներ տեսել ենք, որ սողանքի ժամանակ հանկարծ տեսնում ես, որ ծառերով սողանք գնում են, այս ամբողջ բլուրը հոսում է, բայց այն ծառերը, որոնք ժայռի վրա են, սրանց քամիներն էլ չեն կարողանում պոկեն ու սողանքն էլ չի կարա պոկի։ Եփեսացիս 3-րդ գլուխ 14-17 համարները, 14-ից 17 համարները։ Սրա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջին, որից ամեն նահապետություն երկնքում եւ երկրումս անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդում, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդում։ Այս հատվածի մեջ Պողոս առաքյալը խոսում է ներսի մարդում հաստատվելու մասին։ Այսինքն, երբ որ մեր կյանքը հաստատված է, մեր կյանքը հենված է, մեր կյանքը հիմնված է ոչ թե ադամական բնույթի գործերի վրա, այն խաբեբաց ցանկություններով, որ ապականված է, այլ մեր կյանքը հենված է ներսի մարդու մեջ, հոգու մեջ, նոր բնույթի մեջ, եւ ասում է, որ Աստված իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով։ Ինչքան Աստծո փառքը, ինչքան ճոխ Աստծո փառքը։ Այս Աստծո ճոխ փառքի մասին Պողոս առաքյալն ասում է, այդ Աստված, որ այդքան ճոխ փառք ունի, այդ ճոխ փառքի պես տա ձեզ, որ ինչպես հաստատվեք ներսի մարդում, ձեր անձնական ջանքով, ձեր
ձեր ուժով, ձեր ճարպկությունով, ձեր իմաստությունով հաստատվեք, չէ, Սուրբ Հոգու ձեռքով, զորությունով հաստատվեք ներսի մարդու մեջ։ Սիրելի քրիստոնյա, մենք մատնված չենք մեր կարողությանը։ Եթե դու չգիտես, թե ոնց հաստատվես ներսի մարդու մեջ, բանալին սրա մեջ է, որ պիտի տրվենք Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին ամեն ժամանակ մեզ առաջնորդում է։ Հռոմեացիս թուղթն ասում է, որ Աստծո որդիների նկարագիրը ո՞րն է։ Աստծո որդիների նկարագիրը սա է, որ նրանք առաջնորդվում են Սուրբ Հոգով։ Եվ եթե մենք չառաջնորդվենք Սուրբ Հոգով, մենք մեր անձնական կերպը փորձենք հասկանանք, թե ես ոնց անեմ, որ ներսի մարդու այդ հին բնույթը հանեմ իմ վրայից, այդ հին հանդերձը հանեմ, նոր հագնեմ, ես չեմ կարող իմանամ այդ ոնց անեմ, որովհետև իմ իմաստությունն էլ չի բավարարում։ Ես շատ անգամներ փորձել եմ մարդկային իմաստությունով այս գործողություն անեմ ու շատ անգամ ես ձախողվել եմ։ Հետո հասկանում ես, որ կերպը որն է, կերպը սա է, որ դու պարզապես տրվես Սուրբ Հոգուն։ Երբ որ տենում ես, որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդում է մի բանի մեջ, էլ էական չի, միտքդ ինչ է հասկանում, դու մտքով ճիշտ ես գտնում, սխալ ես գտնում։ Մենք պարզապես պիտի տրվենք Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին այն անձն է, որ Տեր Հիսուսն ասեց, որ ձեզ որբ չեմ թողնի, մխիթարիչը կուղարկեմ, որ կգա, եւ նա ինչ կանի, նա ամեն ճշմարտության կառաջնորդի մեզ։ Նա եկել է մեզ ամեն ճշմարտության առաջնորդելու, որովհետև Քրիստոսի անձը ճշմարտությունն է։ Նա եկել է մեզ Քրիստոսին առաջնորդելու, որ Քրիստոսը ձևավորվի մեր մեջ, որ Քրիստոսը հավատքով բնակվի մեզանում։ Եվ սա է Աստծո կամքը մեզ համար, որ Քրիստոսը հավատքով բնակվի մեզանում։ Եվ կերպը որն է, կերպը սա է, որպեսզի մենք Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությանը տրվելով ներսի, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդում, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք։ Մենք մտածում ենք, մենք խոսում ենք Քրիստոսի մարդու մեջ բնակվելու մասին։ Ինչպես է Քրիստոսը բնակվում մարդու մեջ։ Երբ որ Աստծո սերմը գալիս է մարդու սրտի մեջ եւ հավատքով ընկալվում, հավատքով ընդունվում է, եւ հետո այս դու հնազանդվում ես Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին աստիճանաբար մեր սրտերի մեջ կերտում է Քրիստոսի էությունը, Սուրբ Հոգին աստիճանաբար մեզ նմանացնում է Քրիստոսին։ Ամեն անգամ մենք գնալով զոհասեղանին, ամեն անգամ մենք գնալով խաչին, խաչը մեր կյանքերի մեջ Քրիստոսին է կերտում, որտեղ մարդկային բնույթը ապականված լինելով, Աստծուց հեռացած լինելով, Աստծուն թշնամին լինելով, անընդհատ հակամետ է Աստծուն, բայց Քրիստոսն եկավ մեզ իրանը դարձնելու եւ Աստծո հավիտենական նախասահմանությունը սա էր, որը գրված է Հռոմեացիս թղթի մեջ, որ Աստված ուզեց ունենա շատ զավակներ Քրիստոսին կերպանակից եւ սա է եղել իր հավիտենական նախասահմանությունը, որ մեզ նմանացնի Հիսուս Քրիստոսին, շատ որդիներ Հիսուս Քրիստոսի պատկերին կերպանակից։ Եվ եթե մենք այսօր հետևություն չանենք, եթե այսօր մենք մեր անձերը չքննենք, եթե այսօր մեր անձերը չբերենք ճշմարտության լույսի ներքո եւ անկեղծ չդատենք, մի օր կդատվենք։ Բայց Աստծո կամքը սա չի մեզ համար։ Աստված մեզ համար հավիտենական նպատակ, ծրագիր, խորհուրդ ու կամք ունի։ Ցավոք սրտի շատերը բավարարվում են ընդամենը Քրիստոսին իրանց կյանքի մեջ Տեր ու Փրկիչ ընդունելով եւ ասում են ես հավատում եմ, որ դու իմ Տերն ես ու իմ Փրկիչն ես։ Բայց հավատքով մենք ստանում ենք փրկություն։ Բայց երբ որ մարդը իր սրտի մեջ անհնազանդությունը որդեգրում է որպես կենսակերպ, այդ ժամանակ մարդու կյանքի մեջ մարդը չի գնահատում այն շնորհքը, չի գնահատում այն պարգևը, որ Աստված իր միածին որդին տվեց, որ հավիտենական կյանք ունենա։ Եվ այս պարգևը մերժելով, այս ընծան մերժելով, Աստծուն անհնազանդություն ընտրելով, որպես կենսակերպ ընտրում է նույն ճանապարհը, որով գնաց Ադամը։ Բայց Աստծո կամքը մեզ համար սա է, որպեսզի մեզ մոտեցնի իրան։ Այնքան վայելք կա սրբության մեջ, երբ որ դու սրբության կյանքով ես ապրում, քու ապրելը գալիս է, քու շնչելը գալիս է, բայց երբ որ մեղք ես գործում, մեռնելը տա գալիս։ Դու չես ուզում էլ ապրես, ինչի, որովհետև այդ պղծությունը հոգուտ ախորժելի չի,
այն բնույթ աստվածային բնույթը, որ քեզանում ու ինձանում կածնված, այդ բնույթը չի կարող համակերպվի այն պղծության հետ, որ ադամական բնույթից գալիս է, այն մեղքի հետ, որովհետև սրա համն ուրիշ է, բայց Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք սրբությունով ապրենք, ու այն ժամանակ Աստծո ներկայությունը, որի մասին մենք խոսում ենք, որ Աստծո ներկայությունը այնքան ճոխ է, որ հանկարծ գալիս է, ուրախությունից սիրտդ բերանդ է գալիս, երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, իսկ Տեր Հիսուսը հաճույքով բնակվում այնտեղ, որտեղ մաքրություն կա, իրան դուր չի գալիս կեղտը ու աղբը, եւ սրա համար Աստված մեզ կանչել է սրբության, որպես իրան հետևենք։ Մի կարճ ժամանակ եւս մենք բոլորս կտեսնենք եկեղեցու հափշտակությունը։ Վստահաբար ապրում ենք այն օրերի մեջ, որտեղ եկեղեցին պիտի հափշտակվի։ Ու երբ որ եկեղեցին պիտի հափշտակվի, եկեք մեզ պատրաստ գտնվենք Քրիստոսի գալուստին, որովհետև նրա հարսի նկարագրությունը ինչպիսին է, որ նրա հարսի վրա որևէ կեղտ, որևէ բիծ, որևէ ճմրթվածք չկա։ Իսկ Քրիստոսի հարսը անհարդությունով պիտի սպասի, երբ որ մարդը մեղավոր է, մարդը չի սպասում Հիսուսի գալուստին, ասում է թող մի քիչ ուշ եղնի, որ ես կարենամ մաքրվեմ, բայց նա ով իր սրտի մեջ մաքուր է, նա կարա ասի Տեր արի։ Իսկ Սուրբ Գիրքն ասում է, որ եկեղեցին պիտի ասի, հարսը պիտի ասի եկուր Տեր, եկ Տեր, արի Տեր։ Դրա համար քաջալերում եմ բոլորիս, որ մենք գնանք սրբության հետևից, գնանք նոր մարդու մեջ հաստատվելու, որտեղ Աստծո կամքը սա է մեզ համար։ Տերը մեզ համար հավատում եմ, որ կամք ունի, ծրագիր ունի, որ երբ որ մեզ նոր մարդու մեջ կհաստատի, Տերը մեզ նաև իր կրակով կվառի, Տերը մեզ իր Սուրբ Հոգու կրակով կվառի, որտեղ Սուրբ Գիրքն ասում Աստված իր պաշտոնյաներին կրակի բոց է անում, իր հրեշտակներին հոգիներ անում եւ իր պաշտոնյաներին կրակի բոց, եւ Տիրոջ կամքը սա է մեզ համար, որ մեզ վառի Սուրբ Հոգու կրակով եւ իրան դեսպաններ սարքի, որպեսզի մենք ներկայացնենք Աստծուն, մենք նախ պիտի ներկայանալի լինենք, Քրիստոսին ներկայացնենք, որ հետո նոր կարենանք Քրիստոսին ներկայացնենք մարդկանց առաջ։ Նախ մեր բնույթը պիտի համապատասխանի նրա պատկերին եւ նրա կերպարին, որպեսզի մենք կարողանանք ներկայացնենք նրան մարդկանց մեջ եւ նրա վկաները լինենք։ Ոչ միայն նրա զորության վկան լինենք, այլ նաեւ նրա բնույթի եւ նրա նկարագրի վկաները լինենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Տեր Հիսուս, հավատում ենք քեզ, որ քո արյունը իզորու է մաքրելու։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու քո արյունը ամեն ժամանակ ցողում ես եւ մաքրում ես մեզ մեր բոլոր անօրենություններից։ Այսօր ուզում ենք խոստովանենք, որ քո կամքից շեղվում ենք, քո կամքից դուրս ենք գալիս եւ տրվում ենք մեր մարմնի ցանկություններին, մեր մտքի ունայնությանը ու ապրում ենք այն ձև, ոնց որ վայել չի քեզ հավատարիմ եղողին եւ քեզ հետևողին, բայց մենք խնդրում ենք քեզ, որ դու ներես մեզ, որովհետեւ մենք գիտակցելով, որ մեղքը ու անօրենությունը քեզ հաճելի չի, եւ դու զզվում ես մեղքից ու դու գարշում ես բղծությունից, մեր սրտի մեջ էլ մենք չենք հարում մեղքին, մենք չենք ուզում սիրենք մեղքը, այլ ուզում ենք քո սերը լինի մեր սրտերի մեջ, որ սիրենք քեզ ամբողջ սրտով ու ամբողջ մտքով ու ամբողջ կարողությունով։ Սիրելի փրկիչ, ների մեզ, որ հաճախ մտքով ենք առաջնորդվում եւ հին բնույթն ենք թույլ տալիս, որ մեր կյանքերի մեջ գործի։ Մենք ուզում ենք նոր բնույթը հագնենք
քո պատկերի պես։ Մենք ուզում ենք ամեն ժամանակ թույլ տանք, որ Սուրբ Հոգին կերտի մեզանում Քրիստոսին։ Մենք ուզում ենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի եւ ճշմարտությունը կերտի մեր անձերի մեջ, որ մենք ներկայացնենք այս մեղավոր, այս պիղծ աշխարհի մեջ, այս շնացող ազգի մեջ ներկայացնենք քով ու ինչպիսին լինելը։ Մենք ուզում ենք, որ այնձև ոնց որ մի ժամանակ դու հիանում էիր հոբով ու պարծենում էիր հոբով, մեզ էլ նայես, մեզանով էլ հիանաս ու մեզանով էլ պարծենաս, որ Քրիստոսն է ձևակերպվել մեզանում, որ Քրիստոսն է ապրում երկրի վրա մեր կյանքի միջոցով, եւ ոչ միայն Քրիստոսը ապրի մեր միջոցով, այլ նաեւ Քրիստոսը գործի մեր միջոցով։ Բայց նախ մենք խնդրում ենք քեզ, որ Սուրբ Հոգին քո փառքի ճոխության պես ներգործի զորություն մեր անձերում, որ նոր մարդու մեջ հաստատվենք։ Մենք կարիք ունենք, որ լցնես մեզ Սուրբ Հոգով, մենք կարիք ունենք, որ զորացնես մեզ Սուրբ Հոգով, մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգու էջքը գա մեր կյանքերի մեջ լիությունով, մեզ ամեն օր քաշելու քո պատկերի նմանությունը, որովհետև դու մեզ որբ չթողեցիր, դու մեզ համար կերտեցիր քո ծրագիրը, Սուրբ Հոգու գալուստը մեր կյանքերի մեջ, եւ մենք աղերսում ենք քեզ, որ լցնես մեզ Սուրբ Հոգով։ Այն ժամանակ, երբ որ աշակերտները վախեցած էին եւ պատժված էին Քրիստոսին հետևելու համար ու մոտեցան քեզ խնդրելու, որ դու համարձակություն տաս իրանց Քրիստոսին ներկայացնելու համար, քո խոսքն ասում է, որ դու լցրեցիր նրանց Սուրբ Հոգով ու այնքան զորավոր էր այդ էջքը, այդ լցնելը, որ այդ տեղը շարժվեց, որտեղ իրանք աղոթում էին։ Մենք աղոթում ենք քեզ, սիրելի Փրկիչ, որ առաջնորդես մեզ քո ներկայության մեջ Սուրբ Հոգով լցնելով մեզ, զորացնելով մեզ, որպեսզի մենք ուժ ունենանք Սուրբ Հոգուն հետևելու համար, որպեսզի ուժ ունենանք Սուրբ Հոգուն ընտրելու մեր կյանքերի մեջ եւ նրա առաջնորդությունն ընտրելու։ Սիրելի Փրկիչ, խնդրում ենք քեզ, որ մեր ձեռքից բռնես ու առաջնորդես Սուրբ Հոգու ձեռքով, Սուրբ Հոգու ձեռքով, Սուրբ Հոգու ձեռքով։ Մենք կարիքավոր ենք քեզ, մենք չենք ուզում այս աշխարհի նկարագիրն ունենանք, մենք չենք ուզում մեր ծածուկ սենյակի մեջ ինքներս մեզ նայենք ու մեզանից զզվենք, այլ մենք ուզում ենք մեր ծածուկ սենյակի մեջ մեզ նայենք ու բավականություն զգանք Քրիստոսի պատկերով, որ կերտվել է մեզանում։ Մենք ուզում ենք այդ սրբության համը առնենք, որ մեր ներսում քո սրբությունը տեսնենք։ Մենք ուզում ենք տեսնենք, որ ամեն օր մենք հնազանդվում ենք Սուրբ Հոգուն եւ դրանից բավականություն առնենք։ Ուզում ենք տեսնենք, որ քո Սուրբ Հոգին քո կյանքն է ներգործում մեզանում եւ մենք այդ կյանքն ենք վայելում։ Ուզում ենք ներքին մարդու մեջ հաստատված լինենք ամեն օր։ Ուզում ենք նոր մարդը հագնենք մեզ վրա եւ այդ հաստատությունը մեր կյանքերի մեջ Հիսուս Քրիստոսի հենքի վրա լինի, որ մեր տունը սարքված լինի ու կառուցված լինի ժայռի վրա, որ է Հիսուս Քրիստոսը, որ է հնազանդությունը, որ է քո խոսքը եւ քո խոսքի վրա կառուցվի մեր կյանքը, մեր ժամանակը, մեր ընթացքը, մեր աստվածպաշտությունը կառուցվի Հիսուս Քրիստոսի եւ նրա խոսքերի վրա եւ ոչ թե ադամական բնույթի վրա, ոչ թե մեր ցանկությունների, խաբեբաց ցանկությունների վրա կառուցված լինի մեր կյանքը, այլ քո խոսքի վրա եւ քո խոսքը կենտրոնում գտնվի մեր կյանքերի մեջ եւ ամեն բան մեր կյանքի մեջ քո խոսքի շուրջ պտտվի եւ դու լինես մեր ցանկությունների կենտրոնում, դու լինես մեր նպատակների կենտրոնում, դու լինես մեր բավականության, մեր հաճույքների կենտրոնում եւ քո խոսքը լինի, որ քո խոսքից հաճույք ստանանք,
քո մասին մտածելուց հաճույք ստանանք, քո խոսքի շուրջ ժամանակ անցկացնելուց հաճույք ստանանք, քո հետ ժամանակ անցկացնելուց հաճույք ստանանք, մեր հաճույքների կենտրոնը փոխվի եւ գա ներքին մարդու մեջ հաստատվի եւ ոչ թե խաբեբաց ցանկություններով հին մարդու վրա։ Սիրելի Փրկիչ, մենք կանչում ենք քեզ, որ դու գաս մեր ձեռքից բռնես ու առաջնորդես մեզ եւ ուղիղ հոգի կերտիր ինձանում, ինչպես Դավիթ թագավորն էր աղոթում ենք ուղիղ սիրտ կերտիր ինձանում, ուղիղ հոգի նորոգիր ինձանում, քեզ ցանկացող, քո խոսքին ցանկացող, քո պատվերներին ցանկացող, երկինքը ձգտող հոգի նորոգիր ինձանում։ Մենք շնորհակալ ենք քեզանից, սիրելի Փրկիչ, որ դու քո խոսքով եւ քո հոգով մեզ առաջնորդում ես դեպի քեզ, որ այս աշխարհի խավարը չմթագնի մեր սիրտն ու միտքը, որ չմոլորվենք այս աշխարհի ցանկությունների մեջ, մեր անձի ցանկությունների մեջ չմոլորվենք, այլ քո Սուրբ Հոգու հետևից ամեն օր առաջնորդվենք, քեզ նմանվելու, քեզ հետևելու, քո կամքի ճանապարհի մեջ ապրելու համար։ Սիրելի Փրկիչ, առաջնորդի մեզ դեպի քեզ, առաջնորդի մեզ դեպի քեզ, ու լցրա մեզ Սուրբ Հոգով, քո կյանքի հոգով, քո զորության հոգով, քո սրբության հոգով։ Մեր հովիվը դու ես, ու դու կարում ես առաջնորդես մեզ, քո խոսքն ասում է, թեև արդարը 7 անգամ ընկնի, դարձյալ պիտի կանգնի, թեև սայթակենք ու ընկնենք մեր կյանքի ճանապարհին, մեր վստահությունը քո վրա է, որ դու կկանգնացնես մեզ, ու մենք շնորհակալ ենք քեզանից, որ մեր ընկած ժամանակ դու երես չես թեքում մեզանից, այլ դու գրկում ես մեզ ու բարձրացնում ես։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու քո ժողովրդին բարձրացնում ես հիմա, որ դու քո ժողովրդին գրկում ես հիմա։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու ամեն մեկին որպես անհատ գրկում ես ու ընդունում ես։ Ամեն մեկը թանկ է քո համար, ամեն մեկը քո սրտին հարազատ է, ամեն մեկի նկատմամբ այնքան խորը սեր ունես, այնքան մեծ սեր ունես, այնքան պինդ ես սիրում ամեն մեկին, շնորհակալ ենք քեզանից դրա համար, որ ամեն մեկին սիրում ես,
ամեն մեկը թանկ ա քու համար, ամեն մեկ արժեքավոր ա քու համար, ամեն մեկի համար պատրաստ է իր կյանքը դնելու անհատապես, ու շնորհակալ ենք քեզանից, որ այսօր այս դահլիճում ամեն մեկին գրկում ես, շնորհակալ ենք, որ այսօր այս դահլիճում ամեն մեկին ընդունում ես, ընդունելություն կա քո մոտ, դու չես մերժում, դու չես հեռացնում քեզանից, դու սահման չես դնում քո եւ որևէ մեկի մեջ, այլ քո գիրկը բաց է այսօր ամեն մեկի համար, շնորհակալ ենք քեզանից, մեծ ընդունելության համար, անսահման սիրո համար, հավիտենական սիրո համար, որով սիրեցիր մեզանից ամեն մեկին, շնորհակալ ենք քեզանից, որ դու վերականգնում ես ամեն մեկի կյանքը քո մեջ, Սուրբ Հոգու ազդեցությունը բերելով ամեն մեկի կյանքի մեջ։ Դու տոնի օրը, վերջին օրը աղաղակում էր ու ասում էր, ով որ ծարավա ջրերին եկեք եւ առանց վճարի առեք։ Դու վճար չես պահանջում, դու չես պահանջում, որ մենք ինչ-որ բան տանք քեզ, որ մենք ինչ-որ բան անենք քո համար, որ նոր դու գաս մեր կյանքերի մեջ, լցնելու մեզ քո ջրով, քո կյանքով, քո ազդեցությունով, քո Սուրբ Հոգով, այլ դու սպասում ես, որ մենք կանչենք քեզ։ Դու սպասում ես, որ մենք ուզենանք, որ դու գաս մեր կյանքերի մեջ, իսկ մենք ուզում ենք, որ դու գաս մեր կյանքերի մեջ, գաս ու լցնես քո տունը, քո Սուրբ Հոգով, քո ամեն մի տունը, քո ամեն մի անհատին լցնես Սուրբ Հոգով, քո կյանքի ջրով լցնես ու կշտացնես։ Սիրելի Փրկիչ, շնորհակալ ենք քեզանից։ Արի քո թագավորությունով ու քո փառքով ու հաղորդ արամես քո կյանքի ջրին, քո կյանքի ուժին եւ քո սուրբ կյանքին։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու Տեր ես մեր կյանքերի մեջ ու առաջնորդ ես մեր կյանքերի մեջ։ Օրհնյալ լինի քո անունը, մեր Տեր ու մեր Թագավոր։ Ամեն։ Ամեն, Փառք Տիրոջ։